Փաշինյանը մարդ է, ով սիրելի հայրենակիցներ, չնայած նրան, որ այստեղ գտնվող որոշ անձինք փորձում են տեխնիկական խնդիրներ առաջացնել, մեր հավաքը շարունակվելու է և մեր ձայնը չի լռելու։ Նիկոլ Փաշինյանը մի մարդ է, որը իշխանության եկավ բազմաթիվ խոստումներով, բայց այս 8 տարիների ընթացքում նա ոչ միայն դրժեց իր խոստումները, այլև հերթով կատարեց այն ամենը, ինչը նախկինում քննադատում էր որպես ընդդիմություն։ Վերջին բանը, որ նա արեց, դա ընտրություններ կեղծելն էր։ 20 թվականին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Հայաստանում ընտրակեղծիքների էջը փակված է և որ ինքը պատրաստ է կտրել իր երկու ձեռքերը։ Հիմա մենք այսօր սահմանադրական դատարանի առջև ենք, որովհետև Հայաստանում Նիկոլ Փաշինյանը ընտրություններ է կեղծել։ Շուրջ 100,000 քաղաքացու ձայների հետ կապված կան լրջագույն հարցեր ու կասկածներ։ Արդյոք պատահական է, որ 80,000 քաղաքացու անձնագրերը նույնականացնող սարքը չի ճանաչել։ Արդյոք պատահական է, որ շուրջ 18,000 գաղտնի փակ ցուցակով քվեարկողներ են եղել, որոնց նկատմամբ 0 հանրային վերահսկողություն է եղել։ Այս թվերը, եթե գումարում ենք, ստանում ենք 100,000 քաղաքացու ձայն։ Սա հենց այն թիվն է, որով իբրև թե այս փոքրիկ խմբակը առաջ է անցել հավաքական ընդդիմությունից։ Սիրելի քաղաքացիներ, հիմա եկեք միասին մտածենք, պատահական են արդյոք այս համընկնումները, թե ոչ։ Վստահ եմ, դուք էլ համաձայն եք, որ ոչ։ Հայաստանում Նիկոլ Փաշինյանը փորձում է հաստատել բռնապետություն։ Այսօր հայտնի դարձավ, որ կառավարությունը հիմա էլ մտադիր է քաղաքացիների անձնական բջջային հեռախոսների վրա վերահսկողություն սահմանել։ Մասնագետները արդեն ահազանգում են, որ սա լրջագույն խնդիր է ու սա հերթական միջոցն է փորձել հսկողության տակ պահել ընդդիմախոսներին, առհասարակ սովորական քաղաքացիներին, բոլոր նրանց, ովքեր կարող են ոչ ասել Հայաստանի թրքացմանը։ Սահմանադրական դատարանը պետք է գտնվի այն լիազորությունների շրջանակում, որի համար կոչված է։ Չնայած նրան, որ այս իշխանությանը հաջողվեց ձևավորել իր սրտի սեդն, բայց որպես կառույց, որպես ինստիտուցիոնալ կառույց, սահմանադրական դատարանը պարտավոր է կանգնել ճշմարտության կողքին և չեղարկել կեղծված ընտրությունները։ Նորից կրկնեմ, 100,000 քաղաքացու ձայն անհասկանալի կերպով հարցեր է առաջացնում։ Շուրջ 60,000 քաղաքացու ձայն անտեսվել է և փորձ է արվում ազգային ժողովից դուրս թողնել նրանց ընտրությունը։ Այս ամենը չի կարող մնալ անարձագանք։ Շնորհակալություն։